Տավարի մսի գինը ռեկորդներ է սահմանում։ Շուրջ 2 ամիս է հանրապետությունում տավարի մսի գինը կտրուկ բարձրացել է։ Մսի վաճառքի կետերում 1 կիլոգրամ տավարի փափկամիս գնելու համար պետք է պատրաստ լինենք վճարել 4900 դրամից սկսած։ Որոշ տեղերում այն անգամ հասնում է 6000-ի։ Մսավաճառներն ասում են, տավարի մսի գինը իրենց ձեռքով չի բարձրացել։ Նրանք մեկ բացատրություն ունեն՝ մսի դեֆիցիտ է։ Չկա, ոչ մի չի կարող միս։ Թանկացել է միսը միանգամից։ Չկա, թանկացել է, միշտ չկա։ Տեսախցիկի առջև մսավաճառները քչախոս են։ Մսի առքու վաճառքով զբաղվողներից շատերը հրաժարվում են խոսել, բայց մսի թանկացման այլ պատճառներ են նշում։ Ըստ նրանց, մի կողմից անասնագլխականակն է կրճատվել, մյուս կողմից էլ սպանդանոցային մորթի պարտադիր պահանջն է ազդել արժեքի վրա։ Մսավաճառների խոսքով տավարի մսի բարձր գինը ազդել է նաև վաճառքի վրա։ Դժգոհում են, որ գնորդ չկա։ Եղած միսն էլ գրեթե չի ծախվում։ Մսագործները չեն էլ հիշում, թե վերջին տարում երբ է մսի շուկայում նման պատկեր եղել։ Միսը թանկացել է, փող չկա դարան։ Դե ինչ ասեմ։ Օրեկան ինչքան եք վաճառում։ 30,000, 40,000 բան ծախում, մարդ չկա, քուրի ջան։ Ինչ են ծախում։ Բերբեք են, թաց մայա, սեկում ենք մսի մեջ։ Չինում, ապշում ապրել, ասեմ անակ։ Որ մենք բերենք միսը, որ չանան ժողովուրդը ո՞նց կանենք։ Թանկացել է միսը։ Մեր նկարահանման ընթացքում էլ մսի վաճառքի տաղավարներում առևտուր չկար։ Միայն այս կինը հետաքրքրվեց մսի գներով եւ տարակուսած էր։ Տավարի միս ենք ուզում, բայց ամեն մի խանութ մի քին է դալիս։ Ինչքան է գնի սահմանները տատանվում։ Նայած, կամ ասում են գսեն 2005, կամ ասում են 2002, ասում են 3000, մեկը 3000-ից 6, 800, նայած։ Բայց ինչու չեմ գիտեր։ Տավարի մսի դեֆիցիտը եւ դրանով պայմանավորված գնաճը հիմնականում Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատման եւ մինչեւ հունիս Ղազախստանից մսի արտահանման էմբարգոյի հետևանքներն են, շեշտում է գյուղատնտես Հարություն Մնացականյանը։ Այդ բացը հնարավոր է լրացնել Ռուսաստանից ներկրելով, բայց այս տարի այդ երկրում էլ խնդիր կա։ Հիվանդության պատճառով մեծ ծավալներով խոշոր եղջերավոր կենդանիների սպանդ է տեղի ունենում։ Իսկ մեր երկրում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի նվազումը Հարություն Մնացականյանը սխալ պետական քաղաքականության հետևանք է համարում։ Կախված է նրանից, թե ինչ գնով միս կներմուծեն։ Եթե սառեցված միս Բրազիլիայից կամ Հնդկաստանից կարողացան ներմուծեն, դրանով կզսպեն գնաճը։ Եթե չներմուծվեց, որոշակի չափով էլ գնաճ տեղի կունենա ու այդ գնի վրա կկանգնի։ Իրազեկ եւ պաշտպանված պարող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը եւս մսի գնի բարձրացումը agrarային քաղաքականության բացակայության հետևանք է համարում։ Նրա գնահատմամբ ոլորտում բացակայում է պետական ռազմավարությունը։ Պիպոյանը զգուշացնում է, առանց պետական միջամտության դեֆիցիտը չի վերանա։ Տավարաբուծության մսակցության հետ կապված որևէ ծրագիր պետությունը չունի փաստացի։ Այսինքն իներցիայի վրա է։ Եթե դուք իմազանքից էկոնոմիկայի նախարարություն ձեզ կասա, որ իրենք անում են տավարաբուծության ծրագիր։ Երկար պատմեն ձեզ խելացի անասնագողերի մասին։ Հնարավոր է, որ դուք եք մոլորվեք եւ ասեք, որ Պիպոյանը բանը ասում է ոչինչ չեն անում, բայց հենա մարդիկ թղթերով ապացուցեցին, որ անում են, բայց ընդամենը մի հարց կտակ, դա կատնապուտ է մսապուտ է կենդանիների համար այդ ծրագիրը, միանգամից կասեն, դե չէ, մսապուտների վրա չի տարածվում եւ կհասկանաք, որ այն ինչ որ ասում էի, դա ճիշտ։ Մսավաճառների եւ փորձագետների կանխատեսմամբ մսի գինը առաջիկայում չի էժանանա։ Բարձր գինը կպահպանվի առնվազն մինչեւ աշուն։